Տիկին Տոնոյան մոտ 5 ժամ է անցել հայ իրավապահների գործողություններից, այսպես կոչված, ինչ տեղեկություններ են ձեզ հայտնի այս պահին, ինչ գործի շրջանակում են դիմակայորված եւ ավտոմատներով զինված այս ուժայինները ներխուժել Գագիկ Ծառուկյանի բնակարան։ Առ այս պահը մենք որևէ տեղեկատվության չենք տիրապետում ցավոք սրտի, որովհետև տեսնում եք, թե ինչ գաղտնիության եւ ինչ այսպես մարտաֆիլմ հիշեցնող մոտիվներով է անցկացվում այս ամեն ինչը, խուզարկությունը, որը Գագիկ Ծառուկյանի բնակարանում մեկնարկել է վաղ առավոտյան 7:16, ինչպես առիթ ունեցել եմ արդեն ասելու, այս պահին խուզարկությունները, լայնածավալ խուզարկությունները շարունակվում են նաեւ Multigroup կոնցեռնի կազմում գտնվող տասնյակ հիմնարար ձեռնարկություններում, ինչպես նաև այդ ձեռնարկությունների տնօրենների բնակարաններում են խուզարկություններ իրականացվում։ Այս պահին վստահաբար կարելի է ասել, որ պարալիզացված է Multigroup կոնցեռնի կազմում գտնվող ընկերությունների աշխատանքը, հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում, եւ եթե նպատակը տնտեսական այս ռեպրեսիաների նպատակը այն է, որ նման կերպ աշխատակիցները մնան դրսում, չլինի աշխատանք, մարդիկ կորցնեն իրենց աշխատատեղերը, ուրեմն շնորհավորում եմ իշխանություններին, նրանք կոնկրետ իրենց արժև դրված այսօրվա այդ նպատակը իրականություն են դարձրել, որովհետև բացարձականորոշություն է, թե օրինակի համար այս կամ այն ձեռնարկությունում խուզարկությունը երբ կավարտվի կամ կավարտվի, թե չի ավարտվի այսօր, մի խոսքով բացարձականորոշություն է, որովհետև քննչական կոմիտեն եւս հարկ չի համարում պատշաճ պարզաբանմամբ հանդես գալ, թե ինչ գործի շրջանակներում է իրականացվում այս լայնածավալ խուզարկությունների շարքը պարոն Ծառուկյանի բնակարանում եւ Multigroup կոնցեռնի ձեռնարկություններում մենք հետևում ենք ընթացքին, իրադարձություններին, ինչպես տեսակ քիչ առաջ նաև փաստաբաններից Երեմ Սարգսյանին թույլ չտվեցին բարձրանալ պարոն Ծառուկյանի առանձնատուն, որտեղ խուզարկությունը արդեն 4-րդ ժամն է շարունակվում է։ Ես ուզում եմ հասկանալ, թե պարզապես քննչական կոմիտեն կամ նրանց նման կերպ խուզարկություններ իրականացնելու այս սցենարով, այս մոտիվներով, չգիտեմ, այսպես կարելի է կարծել, որ հակահաբեկչական ինչ-որ գործողություն է կատարվում այն սպառազինությամբ եւ այն դիմակավորված տեսքով, որ նրանք ներկայացել էին այս առավոտյան, ուզում եմ հասկանամ ինչից են վախենում։ Պարզապես ուզում եմ գտնել այս հարցի պատասխանը, որովհետեւ անգամ փաստաբանին թույլ չեն տալիս ներկա գտնվել, երրորդ փաստաբանին թույլ չեն տալիս ներկա գտնվել խուզարկությանը։ Ցավում եմ իրականում, որ խոճապահար այս վիճակում է գտնվում այս հրահանգը քննչական կոմիտեին կոնկրետ իջեցված անձնավորությունը կամ անձինք, ամեն դեպքում հենց որ ունենանք տեղեկատվություն, որովհետև նաև խուզարկության ընթացքին հետևող մեր փաստաբանները հիմա հասանելիություն չունեն եւ չեն կարող պատշաճ տեղեկատվություն մեզ տրամադրել, բայց քանի որ մենք այլևս որևէ բանից չենք զարմանում, իշխանության որևէ քայլ մեր համար այլևս նորություն չէ, ունենք տեղեկատվություն, որ այսպես տարբեր հոդվածներով կարված հերթական այսպես արտադրանքն է, հա, հերթական գործն է, իրավական մանրամասներին մեր փաստաբանները ավելի ուշ կանդրադառնան։ Ըստ էության այդքան ձեռնարկությունների աշխատանքիցների աշխատանքը կաթվածահար է։ Մոտավոր կարող եք ասել, նա քանի աշխատող այս բանին չի կարողանում աշխատել։ Վստահաբար կարող եմ ասել, որ հազարավոր աշխատակիցների մասին է խոսքը, որովհետև Արարատ ցեմենտ, Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատ, Օլիմպավան, Multi Wellness համալիր, բազմաթիվ հյուրանոցներ, Ծաղկաձորի Multi Rest հյուրանոցը, Multi Grand հյուրանոցը, բոլոր այդ հիմնարկների գործունեությունը այս պահին պարալիզացված է, Multi Stone ընկերությունը, ու այստեղ բացի նրանից, որ այդ ընկերությունների աշխատանքն է պարալիզացված, այստեղ նաև խայտարակ նախադեպի հետ գործ ունենք, որովհետև օրինակ Օլիմպավանից, սենյակներից դուրս են հրավիրել կամ ավելի շուտ դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնամարզական հավաքներ Հայաստանում անցկացնող մի շարք տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է։ Հասկանալի է, չէ՞, որ միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա։ Այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես այդ խուզարկությունները իրականացնող մարմինները երբեմն եւ շատ հաճախ մղոններով հեռու են լինում
տրամաբանությունից կամ այսպես տարրական քթիծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը այլևս իշխանությունների համար դարձել է օրակարգային։ Արդյոք սա ճնշում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նաև ընկերություններում խոզարկություններ անցկացնում։ Վստահաբար սա այսպես քաղաքական, տնտեսական տերորի հերթական դրսևորումներից մեկն է, որովհետև տարատեսակ այսպես անոնսներ անելուց հետո, հա, օրեր շարունակ տարատեսակ անոնսներ անելուց հետո, այսօր արդեն լծվել են աշխատանքի, կրկնում եմ, մեր համար օրինաչափ է սա, սպասելի էր այս ամեն ինչը, եւ մնացածի մասին արդեն հաջորդիվ կխոսենք, երբ որ կունենանք տեղեկատվություն, թե կոնկրետ որ հոդվածներով եւ որ այսպես մտածածին ու հորինված գործերով են հարուցվել այս վարույթները։ Տեղեկությունների փողերի լվացման մասին է խոսքը։ Մենք եւս մամուլից ենք տեղեկացել, բնականաբար որևէ կերպ սա չեմ մեկնաբանելու, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, արդեն մի քանի տասնամյակ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, այսինքն այն ընկերությունները, որտեղ Գագիկ Ծառուկյանը ունի բաժնեմասեր, շուրջ 2 տասնամյակ հանձնված են հավատարմագրային կառավարման, եւ եթե հաշվի առնենք, որ նախորդ անգամ, երբ որ պարոն Ծառուկյանի ելքը արգելվել էր օդանավակայանում, կոնկրետ այդ վարույթի շրջանակներում այնքան մտածածին մեղադրանք էր, կարծում եմ, որ նմանատիպ ինչ որ մի բան է լինելու, ընդհանրապես նպատակը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ գործադրելն է, որտեղ ցավոք սրտի այս դեպքում նաև հազարավոր մուլտիգրուպ կոնցեռնի աշխատակիցներն են դուժելու։ Տիկին Տոնոյան քիչ առաջ մի քաղաքացու ԱԾ հատուկ ջոկատայիները ներս տարան, նա ով էր։ Անկեղծորեն անձնապես չեմ ճանաչում, տեղեկատվության չեմ տիրապետում, ենթադրում եմ, որ տարածքի միգուցե աշխատակիցներից ինչ որ մեկն է եղել։ Տոնոյան ձեր համար սպասելի չէր այս ամբողջ գործընթացը, հատկապես այն դեպքում, երբ ընտրության արդյունքները դեռևս հայտնի չէին, բայց իրավապահները քրեական գործ հարուցեցին ու այդպես հաշվի չառնելով, որ ունի անձեռնամխելիություն Գագիկ Ծառուկյանը պատրաստ է։ Տեսեք, մեկ անգամ օրենքը ոտնահարվեց, այո, կոպտագույն կերպով, երբ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ մասնավոր այցով պետք է մի քանի օրով մեկներ եւ նրա ելքի իրավունքը փաստորեն սահմանափակված էր, կրկնում եմ, այնպիսի մի գործի շրջանակներում, որը որևէ աղերս չուներ պարոն Ծառուկյանի հետ, այն իմաստով, որ հարկերից խուսափելու հետ կապված ինչ որ այսպես մտածածին հորինված քրեական գործեր, որտեղ Գագիկ Ծառուկյանը կրկնում եմ, որ ունի սեփականատիրոջ, այսինքն բաժնեմասերի սեփականատիրոջ կարգավիճակ եւ որևէ դեպքում ինքը հավատարմագրային կառավարման հանձնված ընկերության այսպես թերությունների հետ որևէ առնչություն, անմիջական առնչություն չէր կարող ունենալ։ Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ այս գործընթացին, որը այսօր մեկնարկել, մեր համար իհարկե սպասելի էր, որովհետեւ քանզի ԿՀ-ին արդեն իսկ դիմել էին պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ կապված, մեզ համար սպասելի էր, որ Սահմանադրական դատարանի որոշումից անմիջապես հետո այս գործընթացը մեկնարկելու է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ չէր քննել այդ հարցը անձեռնմխելիությունից զրկելու, թերևս վստահ կանխած գալով կամ հստակ իմանալով, որ միևնույն է մերժվելու է Սահմանադրական դատարանի կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության հայցը, այսինքն մանդատների վերաբաշխում չի իրականացվելու եւ Գագիկ Ծառուկյանը ավտոմատ կերպով այլևս հուլիսի 4-ից հետո չունենալու անձեռնմխելի կարգավիճակ որպես падգամավորության տեխնացու, այդ իսկ պատճառով նրանք վաղ առավոտյան 7:16 սկսել են իրենց հարձակում խուզարկությունը։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադառնում էր Գագիկ Ծառուկյանին, ասում է պետք է առանձնատունը վերցնենք տանք ծերերին, պետք է բանտում հայտնվի, նրա տղային էր անդրադառնում։ Ի սկզբանե սա հրահանգ էր իրավապահներին, որպեսզի նրանք նախապատրաստվեն նման գործընթացներին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այլևս դարձել է անոնսների շատ մեծ մասնագետ։ Եթե մենք նախադեպերը նայենք, ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածի հետ կապված, տարբեր գործիչների հետ կապված Նիկոլ Փաշինյանը անոնս է անում եւ հետո օրեր անց քրեական գործը կարվում է համապատասխան դրվագներով։ Սա առաջին նախադեպը չէ, այո, Գագիկ Ծառուկյանի, այսպես Գագիկ Ծառուկյանին ունե զրկելու, տարբեր տեսակի ռեպրեսիաների ենթարկելու վերաբերյալ սպառնալիքները ամբողջ քարոզարշավի ընթացքում շարունակական են եղել եւ բնականաբար այս գործողությունները, այդ սպառնալիքները ցանկացած գնով կյանքի կոչվելուն են միտված։
Համեցեք։ Դրոն շոուների զորահանդեսի վերաբերյալ կուսակցության հայտարարությունից հետո շարունակել եք հետամուտել այդ հարցերով իրավապահպաններին եւ այլն։ Դրա հետ կապված հայտարարություն արել են այլ քաղաքական ուժեր։ Մենք նախորդին հայտարարություն ենք արել ՍԴ-ի որոշումից հետո ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի, ԲՎՌ-ի, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի հետ համատեղ հայտարարություն արդեն իսկ արել ենք հետընտրական գործընթացներում համագործակցության պլատֆորմ ձևավորելու հետ կապված։ Իդեպ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր այն գործընկերներին, տարբեր քաղաքական ուժերի, ովքեր վաղ առավոտից զանգահարում են, իրենց աջակցության խոսքերն են հղում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև մեր հայրենակիցներին, նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, իրականում կոնկրետ մենք ունենք այս պահին խնդիր, որի լուծման ուղղությամբ շարժվում ենք, մնացած անելիքների մասին հաջորդիվ կհայտարարենք։ Կներեք, ես ուշ միացա ենթադրում եմ անդրադարձած կլինեք, բայց կխնդրեմ արձագանքեք այս process-ի գնահատականը ինչպիսին է, դուք սա արդյոք կապում եք այն հայտարարությունների հետ, որ նախընտրական ամբողջ փուլում եւ նաեւ հետընտրական փուլում հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար արդեն իսկ ասել եմ, որ կոնկրետ տնտեսական ու քաղաքական այս ռեպրեսիաները, որոնք այս պահին եւ այսօր կյանքի են կոչվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սրանք ընդհանրապես նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իրականացրած անոնսի կենսագործումն է, որովհետեւ տարբեր այսպես նախադեպեր ունեցել են եւ ականատես են եղել, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ անոնսներ է անում, այնուհետև այս կամ այն պատկան մարմինը եւ կառույցը կենսագործում է Նիկոլ Փաշինյանի ցանկություն հանձնարարականները։ Տիկին Տոնոյան, տարբեր ընկերություններում դուք եք հայտնել, որ խուզարկություններ են, այս պահին կան տեղեկություններ, ինչ որ տեղերում ավարտվել են խուզարկությունները, ինչ են արել, Անընդհատ տեղեկատվությունը այսպես թարմացվում է, մի քանի տնօրենների բնակարաններում գիտեմ, որ խուզարկությունները ավարտվել են, բայց հիմնականում օրինակ Multi Wellness մարզարարողջանային համալիրի տնօրենի բնակարանում ավարտվել է խուզարկությունը, տնօրենը այս պահին Multi Wellness-ում է արդեն գտնվում, որ իր բնակարանի խուզարկությունից հետո արդեն մասնակցում է իր այսպես այն հիմնարկի խուզարկությանը մի խոսքով այսպես տեղեկատվությունը անդադ թարմացվում է, գիտեմ, որ Արարատ ցեմենտում գործընթաց է իրականացվում այս պահին, Մուլտիտաբակ ընկերությունում է իրականացվում գործընթաց, երբ որ նոր մանրամասների տիրապետեմ անպայմանորեն ձեզ կներկայացնեմ։ ընկերություններում։ Այո, այս պահին հազարավոր Multigroup կոնցեռնի ձեր գործընկերներին տեղեկացրեցի, հազարավոր աշխատակիցներ Multigroup կոնցեռնի այս պահին փաստորեն զրկված են աշխատանքի հնարավորությունից, պարալիզացված է լայն առումով Multigroup կոնցեռնի աշխատանքը եւ հազարավոր աշխատակիցներ այս պահին անորոշության մեջ են, քանզի անգամ իրենց աշխատավայր մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել։ Տիկին Տոնոյան, իսկ հայտնել են պարոն Ծառուկյանին ինչ քրեական գործ է, ինչ հոդվածներ։ Մենք կապ չունենք, որովհետեւ 7-16 երբ մուտք են գործել քննչական կոմիտեի ներկայացուցիչները ԱԱԾ-ի ուղեկցությամբ, այդ պահից սկսած մենք կապի հնարավորություն չենք ունեցել թե պարոն Ծառուկյանի, թե նրա կնոջ հետ եւ հնարավորություն չունենք ճշտելու փաստաբանների հետ եւս կապի հնարավորությունից զրկված ենք, որտեղ նրանք խուզարկությանն են մասնակցում, մենք չգիտենք ինչ քրեական գործ կամ գործեր են կարվել։ Նրա բերման ենթարկելու հետ կապված ինչ որ տեղեկություններ կան։ Մենք պաշտոնական որևէ տեղեկատվության չենք տիրապետում, որտեղ անգամ այս պահին չգիտենք թե ինչ քրեական գործեր են հարուցված պարոն Ծառուկյանի հետ կապված։ Եվ Տիկին Տոնոյան, սահմանադրական դատանի որոշումից հետո Բարգավաճ Հայաստանի գործողությունը որն է լինելու, բացի այն հայտարարությունը, որ եղավ իրավական որևէ ճանապարհ։ Տեսեք, շաբաթօրն է որոշումը եղել, որ բնականաբար մեր համար կանխատեսելի էր։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ եթե Կարմիր նվազագույն հույսի նշույլ, որ արդարադատությունը հնարավորություն կար ապացուցելու, որ վերջնականապես չի մահացել Հայաստանի Հանրապետությունում, ցավոք սրտի հերթական անգամ ապացուցվեց, որ այսպես տապանակար դրվեց Հայաստանում արդարադատության եւ արդարության համակարգի վրա։ Մենք դեռևս առիթ չենք ունեցել քաղաքական թիմով քննարկելու հետագա անելիքները, ունենք հստակ համագործակցության դաշտ գործընկեր քաղաքական կուսակցությունների հետ, երբ որ միասնական օրակարգ կլինի, մենք հավելյալ հայտարարությամբ հանդես կգանք։